Մեսրոպ Մանուկյան։ Շնորհակալություն, մինչ հարցը ձևակերպել է երկու արձանագրում այս վերջի հարցի ու պատասխանի հետ, նախ 18 թվականին Բարգավաճ Հայաստանի դեմս Գագիկ Ծառուկյանի ձեր հետ եղել է կոալիցիայի մի մաս, ձեր կոալիցիայի մի մաս, այդ բոլոր ժամանակների կաշառակեր թե կաշառք տվող մարդու անունը, որ տալիս եք անհասկանալի է, ու նաև ես ուզում եմ բարձրաձայնեմ, որ այստեղ պետք է նստած լիներ 4-րդ ֆրակցիան, որը նստած չի։ Հիմա ես ուզում եմ հարցը ձևակերպել, երկու հարց ունեմ ես, խոսքեցիք նոր տնտեսական պրոյեկտների, տրանսպորտային համակարգի, երկաթգծի վերաբերյալ։ Տեսեք, 19 թվականին Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան պետական երկաթուղիները եռակողմ համագործակցության հուշագիր են ստորագրել։ Նպատակը ռուսական բերումների փոխադրումն էր։ Եվ ինչն է հետաքրքիր, ստեղ էլ խնդիր կա, որովհետև գալիս են մինչև ախր ստիպված փոխում են գծերը, որպեսզի կարողանան ապրանքը տեղ հասցնել։ Հիմա չեմ կարողանում փոքր հասկանալ, թե այս պարագայում Ռուսաստանի հետ կապված խնդիրն ինչ է կոնցեսիոն համաձայնագրի, որովհետև ամենաշատ ռուսական շահն է հետապնդում, որպեսզի այլընտրակային երկրորդ երկաթգիծը լինի։ Եվ եթե այս պարագայում ռուսական կողմից մերժում լինի, չընդունեն ձեր առաջարկությունը կոնցեսիոն կառավարումը հանձնելու երրորդ երկրի կամ հետ Հայաստանին, որն է լինելու ձեր քայլը, որն է լինելու Հայաստանի քայլը, եւ դրա հաջորդ մյուս հարցը, որ ունեմ, տարածաշրջանային տնտեսական այս պրոյեկտներին մասնակից դառնալու համար Հայաստանը պետք է արդիականացնի ենթակառուցվածքները եւ նորովի նորերը կառուցի։ Հիմա մենք գիտենք ինչ գումարի մասին է այդ խոսքը, նույն թրիպի շրջանակում, երկաթգծի շրջանակում, որտեղից ենք վերցնելու այդ փողը ու կա տնտեսական հաշվարկ, այսինքն տարեկան եկամուտ Հայաստանը ինչ է հետապնդելու այս տնտեսական պրոյեկտների հետ կապված։ Շնորհակալություն։ Նախ եթե կոալիցիային անդրադառնանք, ինչ է գնում բացական մարդկանց մասին խոսում, ներկաների մասին խոսացեք, 1-2 եղել է նախարար մեր կառավարությունում, եղել է մարզպետ մեր կառավարություն, ինչ կապ ունի դա։ Կամ հիմա եթե ասելով է, այստեղ 4-րդ ֆրակցիան պետք է լիներ, եթե տենց ասելով է, ընդհանրապես դուք պետքա չլնեիք։ Այսինքն, բա ինչի պետք է անալներ, եթե տենց ասելով է, տենց բան ենք անում, մոտավորապես աչքաչափով 4-րդ ֆրակցիան պետք է լիներ, հա։ Էդ եմ ասում, էլի։ Դա մենք միայն ուրախ ենք։ Երևում է, որ դուք արդեն փոշմանել եք, մեզ պետք չի փոշմանելու մասին մեզ զգուշացնել։ Ինչ վերաբերվում է Հայաստանի մտադրություններին, Հայաստանի մտադրությունը կառավարության ծրագրում հստակ շարադրված է։ Ես ասում եմ, չկա տենց տարբերակ։ Այսինքն մենք պետքա զրկված լինենք մեր սեփականությունը տնօրինելու իրավունքից, չի կարա այդպիսի բան լինի։ Չի կարա այդպիսի բան պարզապես լինի։ Մենք առաջարկում ենք բարեկամական լուծում, եւ մենք պետքա հասնենք լուծման։ Հայաստանի Հանրապետության երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, սեփականություն։ Սեփականություն գիտեք ինչ նշանակում։ Նշանակում է, որ մենք կարանք դա տնօրինենք այնպես, ինչպես մենք ուզում ենք։ Մենք հիմա ասել ենք, ինչպես ենք ուզում տնօրինենք, եւ մենք կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք։ Դրա համար կա Հայաստանի Հանրապետությունում իրավասում արմիններ կան, կառավարություն կա, որը կարող է որոշում ընդունի, ազգային ժողով կա, որը կարող է օրենք ընդունի, բայց մենք չենք ուզում գնանք այդ ճանապարհով։ Բայց եթե պարզվի, որ չկա ոչ մի տարբերակ, կգնանք այդ ճանապարհով։ Այսինքն ստեթևեթելու ինչ կա։ Այսինքն մենք մեր պատմական հնարավորությունը պետքա զոհաբերենք հանուն ինչի։ Հանուն ինչի պետքա զոհաբերենք։ Այսինքն ինչ հարց կա այդտեղ, ես տասնյակ անգամ սրա մասին ասել եմ։ Մի հատ էլ լրացուցիչ պարզաբանում ստանալու։ Լուծելու ենք հարցը, չկա ուրիշ տարբերակ պարզապես։ Սյուզաննա Ավետիսյան։ Արձագանք։ Հա, արձագանք։ Նախ կաշկանդված չեմ ցանկացած փաստ արձանագրելուն, դա մեկ, երկրորդը եթե Բարգավաճի մասին խոսում եմ, առարկայական շուրջ 60,000 ձայնի մասին եմ խոսում, բայց ես խնդրում եմ պատասխանեք իմ երկրորդ հարցին, որին չպատասխանեցիք։ Այսինքն այդ ենթակառուցվածքների, այսինքն նոր տնտեսական պրոյեկտներին մասնակից դառնալու համար մեզ որքան գումար է պետք, այսինքն ինչ ծավալի գումար պետք է մենք ներդրում կատարենք նույն թրիպի շրջանակներում, եթե նոր երկաթգիծ է, երկաթգծի շրջանակում, հաջորդիվ մենք տարեկան ինչքան եկամուտ կա դրա տնտեսական հաշվարկները, թե չկա դրա տնտեսական հաշվարկները, վերջնական արդյունքում հասկանանք այդ պրոյեկտները ինչ են հետապնդում, մեր հայկական շահը տեղ որն է, մեր ժողովրդի շահը որն է, զուտ տնտեսագիտական թվերով արտահայտված։
մեր ժողովրդի շահը այնա, որ վերին լարս ասելիս խանդաղատանքի բանը դոզան մի քիչ իջնի։ Ունենանք այլ ընտրանքներ։ Տեխնիկատնտեսական հաշվարկները երկարատև process են, բայց երկաթուղու հետ կապված դուք մի հարց բարձրացրեցիք, որը կապված է երկաթգծի լայնության ստանդարտների հետ։ Թուրքիայում ուրիշ ստանդարտ է, Խորհրդային Միությունում ուրիշ ստանդարտ է, բայց ժամանակին այդ հարցը լուծվել է, որովհետև ուրիշ, այսինքն այդ բանի այսինքն այդ անիվների լայնությունը բանի լոկոմոտիվային կամ ինչ-որ բանով փոխվում է, այսինքն խելամիտ չի մտածել, որովհետև եթե նույնիսկ մեր տարածքում դա ինչ-որ ձևով փոխենք, մեկը շահունակությունը այն մյուս ստանդարտով է, եւ հետեւաբար այն արդեն իսկ աշխարհում եղած լուծումները այդ տրամաբանության մեջ պետքա գնանք, հիմա կա իմիջիալոս տեխնոլոգիաներ, որ այդ անիվների փոփոխությունը անում առանց գնացքի կանգ առի, այսինքն գնացքը ընթանում է եւ հնդածս անիվների փոփոխությունը լայն անիվները դարձվում են նեղ արդեն ուղղությունից կախված կամ հակառակ։ Սյուզաննա Ավետիսյան